Բարդես շանտի եթերում լրատվության ժամ է, հուլիսի 30-ն է 5 Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն, սա լեգիտիմ դիրքորոշում է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձել է նաև այլ հարցերի։ Ճեպազրույցում հայ-ռուսական հարաբերությունները կամ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որոնք ըստ վարչապետի պարզվում է տարբեր բովանդակություն ունեն, քննարկման առանցքում էր։ Մասնավորապես հարց հնչեց, ինչու է այս պահին Ռուսաստանը կարևորում, որ Հայաստանը հստակ կողմնորոշվի քաղաքական առումով եւ ինչու Երևանը տնտեսական բաղադրիչից բացի չի խոսում նաեւ քաղաքականի մասին։ Պրոբլեմը հետեւյալի մեջ է։ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Իչեւից Հայաստանը չի ունեցել այլընտրանք։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ, եւ այդտեղ էլ էլի էքսկլյուզիվության բաղադրիչ կա, կամ մեծ խնդիրը հետեւյալն է, կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Ինչ վերաբերում է Հայաստանի լավ ու վատ գործընկեր լինելուն, Փաշինյանը վերադարձավ դեռ 2022 թվական ու հարցին հարցով պատասխանելով ասաց, թե Հայաստանը ինչով լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ չկատարեց իր գործառույթները։ Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահները իրենց գործառույթները չկատարեցին։ Կամ Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ինչն էր վատ արել, Հայաստանի վատություններ արել ինչ-որ մեկին, Բելարուսին վատություններ արել Հայաստանի Հանրապետությունը։ Հարգարժան գործընկերը, Բելարուսի նախագահը, փնտրում եւ չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Հիմա մենք ի ցույց ենք դնում այդ հարցի պատասխանը։ Իսկ թե ինչու է հեռախոսազրույցին Պուտինին խնդրել վերացնել Ռուսաստանի կողմից մի շարք ապրանքների սահմանափակումները, վարչապետը պարզաբանեց։ Խնդրել եմ այս տրամաբանությամբ, որ ես չեմ ընդունում, որ կամ հարաբերությունները էքսկլյուզիվ են, կամ էլ չկա հարաբերություն։ Ես խնդրում եմ եւ որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով եւ հարգանքով, մանավանդ որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում։ ԵԱՏՄ-ն էլ Փաշինյանի դիտարկմամբ կաթվածահար վիճակում է եւ չի գործում, իսկ կաթվածահարությունը ըստ նրա խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Գալով Հայաստանի ներքաղաքական դաշտին հարց հնչեց նաև ուժեղ Հայաստան դաշինքի բարեգործություն անելու խոստումների մասին։ Փաշինյանի խոսքով պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում, եւ դրան պետք է լինի նաև համապատասխան արձագանք։ Հոսանքի եւ բանի անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ են տարել ժողովրդից, հիմա եկել են ասում են բարեգործություն։ Իրանք նշանակում է բավարար չափով հարկված չեն եւ բավարար չափով թալանված միջոցներ դեռ ունեն, որ դա կարողանում են անել։ Ներքաղաքական իրավիճակի դրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Արարատ ցեմենտ գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին, քննադատելով ձեռնարկության կառավարման եւ արտադրական պայմանների վերաբերյալ առկա խնդիրները։ Ցնցված եմ։ Հետևյալ, որովհետև լուրերով նայում եմ Արարատ ցեմենտի շուրջ տեղի ունեցող գործընթացները, լուրերով նայում եմ վերևից կադրեր են ցույց տալիս Արարատ ցեմենտ գործարանի։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Այդ 21-րդ դարի գործարան, հա։ Դա ավարա ընդամենը, թալանի օբյեկտ է։ 2 տարի առաջ, երբ դեռ չկար դրոնով նկարահանած կադրեր, վարչապետն ինքն է գործարանի մոտով անցնելիս Ծառուկյանին մի առիթով ասել, թե գոնե մուտքը մի քիչ կարգի բերեն։ Հիմա փառք Աստծո անցել է պետության կառավարմանը, եւ ես համոզված եմ, որ ինչպես հեծի դեպքում դեռ շատ նորություններ կիմանանք։ Մնալով Հայաստանի ներքին խոհանոցում լրագրողները նաև հետաքրքրվեցին բանակում ինքնասպանությունների մտահոգող աճի պատճառներից։ Վարչապետը թերևս 3 պատճառ նշեց։ Մեկը խաղադրույքներ կատարելն է, պարտքերի տակ ընկնելը եւ պարտքը փակել չկարողանալն է։ Այս մասով միջոցներ են ձեռնարկվել, որ արգելվի ծառայության մեջ գտնվողներին խաղադրույք կատարելը, բայց համակարգը ըստ Փաշինյանի դեռ ներդրման փուլում է։ Այս սրա մասին ես գիտեմ Կոշի գաղութում գտնված լինելու ժամանակաշրջանից պարտադիր չի, որ դու քո հեռախոսով բան անես, խաղադրույք կատարես, կան բաներ, ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով խոսքի վրա խաղադրույքներ կատարում են, հետո բան են անում։ Այսինքն նույնիսկ եթե հեռախոս չլինի, խաղադրույքը հետո, եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես,
1000 ներողություն այդ բառի համար ստանում են բոլոր հնարավոր միջոցներով։ Երկրորդ պատճառը ընտանեկան եւ անձնական խնդիրներն են, որ քաղաքացիական կյանքում ունեն։ Երրորդ պատճառը կապված է մարտական դիրքերում ժամապահության ընթացքում քնելու հետ։ Մի ռեպ երկ կա, հայաստանյան ռեպերի երգի մեջ sense նախադասություն կա, որ ես ասում եմ ինքը խոսում է իր մասին, ասում եմ ես դիրքում քնող չեմ եղել։ Որ կողքից լսող կասե դիրքում քնող, այս ինչ նախադասություն է, դիրքում քնող չեմ եղել։ Հիմա դիրքը հետեւյալն է, որ ասում է դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են, քնում են։ Եթե դիրքապահը քնելա, շաղմա վտանգի տակ է դրել մյուսների կյանքը եւ դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի բան, մեկուսացում, կղզիացում եւ այլն, հոգեբանական ճնշում եւ այլն եւ այսպես շարունակ։ Բանակում ինքնասպանությունների դեպքերի 85-ից 90%-ը կապված է այս երեք իրավիճակների հետ, նկատեց Փաշինյանը եւ հավելեց. այո, մեղավորության բաժին ունի այնքանով, որ մինչեւ հիմա խնդրի լուծումը չեն գտել։ Մարինե Դվոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Ձկնաբուծության զարգացում, ջրային նոր ենթակառուցվածքներ եւ երաժշտական փառատոն։ Գործադիրն այսօրվա նիստում որոշումներ են ընդունել, որոնք ուղղված են մի շարք ոլորտների բարելավմանը։ Գործադիրը աջակցություն կտրամադրի Արարատի եւ Արմավիրի մարզերի ձկնաբուծական 135 տնտեսությունների։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագիծը վերաբերելու է այն տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի եւ թառափի բուծմամբ, ինչպես նաեւ խավիարի արտադրությամբ։ Միևնույն ժամանակ պահանջ է դրված, որ պարտադիր լինեն ավելացված արժեքի հարկ վճարողներ, օգտագործված գերը պարտադիր պետք է լինի սերտիֆիկացված եւ համապատասխան ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի ստանդարտներին։ Անհրաժեշտությունը այս ծրագրի պայմանավորված է ձկան եւ ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում որոշակի ֆինանսական դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները, որպեսզի դրանք մեղմենք, որպեսզի նրանք կարողանան մի կողմից ինքնարժեքը իջեցնելով հնարավորություն ունենալ ներքին շուկայում որոշակի գներ իջեցնել եւ դրանով նաեւ մենք կարծում ենք սպառումը ավելացնել եւ միևնույն ժամանակ իհարկե արտաքին շուկաներում ելի ինքնարժեքի իջեցմամբ հնարավորություն ունենան նոր շուկաներ կարողանան գտնել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով նշեց. շատ լավ է, որ աջակցում ենք, բայց պետք է հասկանալ, որքան ջուր ենք վատնում եւ որքան ձուկ ենք արտահանում։ Այնուամենայնիվ կառավարությունը պատրաստ է աջակցել տնտեսվարողներին արտադրողականության եւ արդյունավետության բարձրացման համար։ Բայց մենք պետք է առաջ գնանք, պետք է հասկանանք, առերեսվենք այս խնդիրների հետ։ Ինչքան է պետք է աջակցել ձկնարդյունաբերությանը, այնքան աջակցենք։ Բայց պետք է համոզվենք, որ նույն կետում չենք մնում մենք։ Որովհետև այդ աջակցությունը կոնսերվացիա է, էվտանազիա է, թե այդ աջակցությունը առաջ գնալու ճանապարհը, որ մենք համոզվենք, որ գնում ենք առաջ, ակետից շարժում ենք բկետը։ Ավարտվել են Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի շինարարական աշխատանքները։ Այս մասին էլ զեկուցեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, նշելով, որ ընթացիկ կարգով նախատեսված վճարման համար պետբյուջեից պետք է հատկացնել 650 միլիոն դրամ։ Նախարարը նաև հավելեց, որ 30 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարն արդեն ջրալցվել է 12.5 միլիոն խորանարդ մետրով։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին նման մասշտաբի ջրային ենթակառուցվածքային նախագիծն է։ Այց ենք կատարել եւ խորհրդակցություն ենք ունեցել Վեդի ջրամբարում եւ պիտի արձանագրեմ, որ տպավորված եմ այդ կառույցից, էդ էլ արձանագրենք պարոն Խաչատրյան, թե ինչ դժվարություններով է կառուցվել։ Այս ջրամբարը կառուցվել է բոլորովին նոր տեխնոլոգիայով, այդպիսի ամբարտակ Հայաստանի Հանրապետությունում պարզապես գոյություն չունի։ Եվ հիմա ջրալցման աշխատանքները պլանով ըստ էության գնում են։ Վարչապետը պատմեց, որ ջրամբարից վերադառնալիս ճանապարհի միտք է առաջացել, որ կարելի է իրականացված նշանակալի նախագծերն արձանագրել եւ պահպանել վավերագրական ֆիլմերի տեսքով։ Նա նույնիսկ հումորով օրինակ բերեց, որ հին աշխարհի բազմաթիվ թագավորություններից գիտենք միայն նրանց մասին, ովքեր հարկ են համարել արձանագրել իրենց արած գործերը։ Մենք գիտենք նրանց մասին, ովքեր հարկ են համարել արձանագրել այն ինչ որ իրանց հետ տեղի է ունեցել կամ այն ինչ որ արել են կամ այն ինչ որ ուզեցել են անեն։ Սա պետության շատ կարևոր կուլտուրա է, երբ որ պետությունը ինքը իր հետքը նաև թողում է, ինքը իր պատմությունը թողում է։
Բեդու ջրամբարից բացի մինչև այս տարեվերջ նախատեսվում է եւս 3 ջրամբարի, Քասախի, Լիչքի եւ Ելփինի կառուցումը։ Նախագծերը պատրաստ են։ Հաջորդիվ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց օգոստոսի 21-ից 22-ը Սևանա լճում անցկացվելիք Վարչապեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնի մասին նախագիծը։ Փառատոնը կկրի ամենամյա բնույթ, խթանելով երիտասարդների շրջանում ստեղծագործականության զարգացումը։ Մենք նախատեսում ենք, որ նաև 30 տաղավարներ կունենանք, որտեղ կներկայացվի մարզի տնտեսվարողների արտադրանքը, սա կնպաստի նաև որպեսզի փառատոնը ունենա զգալի տնտեսական ազդեցություն տարածաշրջանի զարգացման համար, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից նախատեսում ենք, որ ավելի քան 3000 մարդ կայցելի այս փառատոնին եւ դա հնարավորություն կտա նաև Սևանա լճի ափին ունենալ ուրեմն նոր իրադարձություն, որը տարածաշրջանի զարգացման համար էլ լավ հարթակ կլինի։ Նիստի ավարտին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլորին կատարած աշխատանքի համար, նշելով, որ գործադիրի այս կազմով այսօրվա նիստը վերջինն էր, քանի որ օգոստոսի 2-ին 9-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման արդիվ հրաժարական են տալու եւ կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահը վարչապետը նշանակելու խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին, որից հետո կձևավորվի նոր կառավարության կազմը։ Ռուիզա Սարգսյան, Հորիզոն։ Հակակոռուպցիոն դատարանը Հայ-Ղափխական դաշնակցության անդամ Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնացու Արան Ախշքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա տնային կալանքը։ Հայ-Ղափխական դաշնակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Հակոբ Մաթիրյանը հայտնել է, որ դատարանը գրավ չի կիրառել, սակայն սահմանափակել է նրա շփումները, իրավունք ունի շփվել միայն փաստաբանի եւ տան անդամների հետ։ Հիշեցնենք, Արան Ախշքարյանը 3 էր ձերբակալվել ընտրակաշառք տալու ստանալու դեպքերի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Հայտնաբերվել է 2012 թվականին ծնված Վայե Ապիկյանը։ Հուլիսի 29-ին հաղորդվել էր 2012 թվականին ծնված Վայե Ապիկյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության նոր Նորքի բաժնի ծառայողների եւ քաղաքացիների որոնողական աշխատանքների արդյունքում նա հայտնաբերվել է անվնաս Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ Հիշեցնենք, այսօր առավոտյան Տեր Թովմաս Արաքելյանը Facebook-ում գրառում էր արել, որ Վայե Ապիկյանը դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, 3 առավոտյան նա դուրս է եկել տնից առանց որևէ մեկին տեղյակ պահելու եւ չի վերցրել որևէ իր, բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհի կյանքից, ցանկանում է դառնալ ճգնավոր։ Ռուսաստանը ինտենսիվ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ուղղությամբ։ Նախորդին Զելենսկին հայտնել էր, որ Ռուսաստանը հարված է նախապատրաստում։ Սրան զուգահեռ Ուկրաինայի նախագահը Ամերիկայում հանդիպումներից հետո հակաօդային պաշտպանության հարցում համագործակցության հարցերը քննարկել է Լեհաստանի նախագահի հետ։ Ռուսական զինուժը հրթիռներով եւ անօդաչուներով նոր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Դա եղել է մի քանի ուղղություններով։ Պաշտոնական նախնական տվյալների համաձայն հարվածների հետևանքով 13 մարդ է զոհվել։ Մայրաքաղաք Կիևում 1 զոհ կա, եւս 2 մարդ վիրավորվել է։ Մի քանի ոչ բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։ Լվովում հարվածի հետևանքով մոտ 30 մարդ է տուժել։ Ամենից հզոր հարվածը հասցվել է Կրիվոյ Ռոգին։ Տեղական իշխանությունների տվյալներով ռուսական Իսկանդեր-M հրթիռը խոցել է բնակելի տուն։ Զոհվել է 6 մարդ, այդ թվում 2 երեխա։ Նախորդին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածի։ Նա քաղաքացիներին հորդորել էր հետևել օդային տագնապի ազդանշաններին եւ բաց սպառվել։ Ուկրաինան էլ իր հերթին նոր հարվածներ է հասցրել Ռուսաստանին, այս անգամ թիրախավորելով նաև Պենզայում գտնվող Վայլդբերիսի պահեստը։ Սա հերթական հարվածն է այս ընկերության լոգիստիկ կենտրոնին։ Ուկրաինայում պնդում են, որ ընկերությունը ընդգրկված է ռուսական բանակին անօդաչուներով մատակարարելու շղթաներում։ Ռուսական կողմն էլ հայտնել է, որ Սև եւ Ազովի ծովերի հատվածում մոտ 250 անօդաչու է խոցել։ Ուշագրավ է, որ Ուկրաինայի ուղղությամբ հարվածի ֆոնին Լեհաստանը մարտական ինքնաթիռներ է օդ բարձրացրել։ Լեհաստանի զինված ուժերի հաղորդմամբ այդ քայլը արվել է երկրի օդային տարածքի անվտանգությունը ապահովելու նպատակով։ Լեհաստանի ակտիվությունը միայն այս հարցում չէ, որ նկատվում է։ Այդ հարվածներից ժամեր առաջ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լյուբլինում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, քննարկելու հոփրթիռների արտադրության ոլորտում համագործակցության հարցը։ Վոլոդիմիր Զելենսկին ինձ տեղեկացրեց Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքի մասին։ Մենք քննարկեցինք նաև Ուկրաինայում լեհական ներդրումներն ու հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցությունը։
Պաշտոնյաները մամուլի ասուլիս չեն արել, սակայն լեհական լրատվամիջոցները գրել են, թե առաջնորդները հավանաբար քննարկել են Վարշավայի այն առաջարկը, որը վերաբերում է Թրամփի խոստացած ամերիկյան արտոնագրի հիման վրա Լեհաստանի տարածքում Փետրիոտ համակարգերի հրթիռների արտադրությանը։ Միացյալ Նահանգներում եղած ժամանակ Ուկրաինայի նախագահն ինքը հանդիպել էր ամերիկյան ռազմարդյունաբերական երկու կոնցեռնների Lockheed Martin-ի եւ Patriot-ի ներկայացուցիչներին եւ քննարկել համագործակցության հարցերը։ Այս ամենի համատեքստում նախորդին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին եւ Արևմուտքի դերին նշել էր, թե ստեղծվել է լուրջ իրավիճակ, երբ Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ արևմտյան աշխարհը։ Երբ նախագահ Պուտինը եկավ իշխանության, նա լիովին բաց էր Արևմուտքի հետ հավասար իրավունքների վրա հիմնված ռազմավարական գործընկերության համար, այն որ այսօր մեր նախկին դաշնակիցները, հատկապես անգլոսաքսոնական երկրները, տարբեր աստիճանի մոլեգնությամբ, Լոնդոնն ավելի մեծ չափով, Միացյալ Նահանգները փոքր պակաս Ուկրաինայի միջոցով պատերազմ են վարում մեր դեմ, նրան մատակարարելով ամենաժամանակակից սպառազինությունը եւ հայտարարելով, որ հատուկ Ուկրաինայի համար արտադրելու են նոր մահաբեր եւ բարձր տեխնոլոգիական հակահրթիռային համակարգեր, նախկինում երբեք չի եղել։ Լավրովի խոսքով Արևմուտքը ցանկանում է ռուսական իշխանությունների դեմ հանել հասարակությունը։ Մենք հատուկ ռազմական գործողությունը սկսեցինք այն պայմաններում, երբ հասարակությունը հանգիստ էր, ապրում էր հարմարավետ եւ ընդհանուր առմամբ գոհ էր իր կենսամակարդակից։ Այն, որ դա նույնպես չէր բավարարում Արևմուտքին, փաստ է։ Նրանք չէին ցանկանում, որ հասարակությունը հանգիստ լինի։ Ցանկանում էին այն տրամադրել իշխանությունների դեմ եւ պատրաստում էին սադրանքներ։ Նրանք չեն կարող ազնիվ մրցակցության պայմաններում մրցել։ Նրանք ամեն ինչում վախենում են արդար մրցակցությունից։ Այստեղից էլ պատժամիջոցները, որպեսզի պահպանեն իրենց դիրքերը։ Իդեպ ընդամենը մեկ օր առաջ Միացյալ Նահանգների Սենատը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Մինչ այս Եվրամիությունն էր հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական արդեն 21-րդ փաթեթը։ Քրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Մի քանի օր տևած հարաբերական դադարից հետո ամերիկացի զինվորականները հայտարարեցին Իրանի դեմ հարվածների նոր շարքի մասին, նշելով, որ դրանք պատասխան են ավելի վաղ Թեհրանի կողմից տարածաշրջանում տեղակայված Միացյալ Նահանգների զորքերի վրա հարձակվելու փորձին։ Նախորդին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի կողմից Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա իրականացված հարձակումից հետո Միացյալ Նահանգները կհասցնի շատ հզոր հարված։ Հարվածների ավարտից հետո ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, որ հզոր հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ օբյեկտների, այդ թվում հրամանատարական կենտրոնների, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակների, ինչպես նաև առափնյա պահպանության օբյեկտների։ Թուրքիայի մոլեգնող անտառային հրդեհները մոտենում են զբոսաշրջային հատվածներին Անտալիա եւ Մուղլա նահանգներում։ Իշխանությունները սկսել են մարդկանց տարհանումը, տներից արդեն մի քանի 100 մարդ է հեռացել։ Գրանցվել է հրդեհի 90 օջախ։ Անտալիայում փակվել է տարածաշրջանի առանցքային ճանապարհը։ Մուղլա նահանգում իրավիճակն ավելի բարդ է, այնտեղ 5 խոշոր հրդեհ է գրանցվել։ Դրանք հանգեցնելու համար գրեթե ամենուր գործարկվել է ավիացիան, ավելի քան 100 ուղղաթիռ, գրեթե 30 ինքնաթիռ։ Աշխատանքներում ներգրաված ավելի քան 3000 մարդ։ Աղետի պատճառը սաստիկ շոկերն են, այս օրերին ջերմաստիճանը հասնում է 52 աստիճանի։ Հայկական գորգարվեստի մասին խոսելու, այն նորովի ներկայացնելու հետաքրքիր ձևաչափ են ընտրել Շիրակի պետական համալսարանի արվեստի բաժնի ուսանողները։ Ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս գեղանկարների, արտատպումների, ստեղծագործական այլ լուծումների միջոցով պատկերել հնագույն արհեստը։ Հայաստանի պատմական շրջանների գորգերի նախշերն ու զարդանախշերը նրանք տեղափոխել են կտավ։ Գորգազարդ Հայաստանի ցուցահանդեսը բացվել է Շիրազի Հուշատուն թանգարանում։ Գորգն ու կարպետը հայերի համար ոչ միայն կենցաղային անհրաժեշտ իրեր էին, այլև ազգային մտածողության, գեղարվեստական ճաշակի եւ ավանդույթների արտահայտություն։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից, օգտագործում որպես ծածկոց։ Գորգագործությունն այնքան սերտ էր միահյուսված հայ ընտանիքի առօրյային, որ հայ աղջիկները դեռ փոքր տարիքից գործում էին իրենց օժիտի գորգերը, դրանք փոխանցելով որպես ընտանեկան ժառանգություն։ Երբեմն լայն տարածում ունեցած արհեստն աստիճանաբար դուրս է մղվել առօրյա կյանքից։ Հայկական գորգարվեստի մշակութային արժեքը նոր շունչ է ստանում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Գորգերի մասին նոր եւ ինքնատիպ ձևով են խոսել դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ուսանողները։ Լավագույն նմուշներից ընտրվել են գեղարվեստական նախշերը եւ հատուկ տեխնիկայով պատկերել կտավների վրա։
ունեմ այստեղ ավելացրած նաև իմ կողմից դետալներ, որոնք այդքան էլ այս տարածաշրջանին բնորոշ զարդանախշեր չէին, սակայն մտածեցի, որ հենց կոնկրետ այս զարդանախշի հետ կապված ինքը ավելի գեղեցիկ կլինի։ Վերցվել է Դավուշի այդ գորգը, ուսումնասիրել է նրա կառուցվածքը, կոմպոզիցիոն կառուցվածքը եւ կատարվել է կոմպոզիցիոն վերափոփոխություն, որի արդյունքում ստացել ենք այս գործը։ Աշխատանքի ընթացքում վերցվել է հենց խաչածաղիկները, որը դա շատ է օգտագործվել հայկական գորգերի մեջ։ Ցուցահանդեսում գորգագործական լավագույն նմուշներն են։ Աշխատանքներում ներկայացրել են մարզերին բնորոշ գորգերի թեմատիկ, հորինվածքային եւ զարդանախշային առանձնահատկությունները։ Առավել հաճախ հանդիպում են բուսածաղկային, խաչազարդ եւ խաչաձև հորինվածքները, բազմանիստ խոշոր կոմպոզիցիաները, շեղանկյունազարդ եւ աստղազարդ նախշերը, որոնք հայկական գորգերին բնորոշ զարդամոտիվներից են։ Իմ գորգս 1973 թվականի Գեղարքունիքի մարզի գորգից է վերցված նախշը, ինքը հենց աստղ տիպի գորգ է։ Հիմնականում պատկերված են 4 մեծ ուտանկյուն աստղ մեդալիոններ, ինքը հիմնական զարդանախշերը վերցված է կեռախաչեր, աստղեր, վիշապանախշեր, ինչպես նաև մեդալիոններ։ Լոռու գորգանախշը ներկայացնում է ավելի զույգ պատկերներ եւ կանաչ գույնը խորհրդանշում է հայկական կանաչը եւ կանաչ գույնը ոչ միայն այսպեսի գորգանախշերի մեջ է շատ ցայտուն երևում, այլ նաեւ ինչպես տեսնում ենք հայկական տարազների մեջ է բավականին շատ երևում։ Ուսանողների համար այս նախագիծը եղել է ոչ միայն ստեղծագործական աշխատանք, նաև մշակութային հետազոտություն։ Կտավների վրա վերարտադրելով հայկական գորգարվեստի լավագույն նմուշները նրանք խորությամբ ճանաչել են այդ ժառանգությունը եւ միաժամանակ փորձել նորից խոսել այսօր հազվադեպ հանդիպող, բայց ազգային ինքնության համար կարևոր արհեստի մասին։ Աշխատանքի ամենահետաքրքիր մասը դա երևի կոմպոզիցիան որոշելն էր, որտեղ վերցրել ենք հին գորգը, որտեղ հին գորգը դե շատ չի պահպանվել, էլի քերքերի միջոցով, որտեղ գորգն է վնասված եղել, գույները լավ չի երևացել, ամենահետաքրքիր մասը կոմպոզիցիայով վերականգնելն ու գույների հետ աշխատելն էր, որ փորձենք ստանանք այն հինը ու ինչ-որ նորը ավելացնենք մեր կողմից։ Հայկական գորգերը իրենց մեջ ներառում են մեր ժողովրդի ողջ պատմությունը, խորհրդաբանությունը, նրանց պաշտամունքային կրոնական տարրեր են իրենց մեջ ուրեմն ներառում եւ հետեւաբար նաեւ որպես ինչ առումով որ ինչ որտեղ մոռացված էր գորգարվեստը, գորգագործությունը, զարդանախշերը գորգերի եւ սրանով մեր ուսանողները կարծեք թե փորձ արեցին նոր շունչ հաղորդելու եւ ավելի արդիական դարձնելու, արդիական շունչ հաղորդելու, հնչեղություն տալու հայկական գորգերի։ Հայաստանի տարածաշրջաններին բնորոշ գորգերից ընտրված առանձին նախշերով ուսանողները ստեղծել են նաև Հայաստանի քարտեզը, որի յուրաքանչյուր հատված ձեռքով են նկարել, ապա առանձին կարել են այնպես, որ որևէ նախշ չկրկնվի մյուս կտավներում։ Գորգազարդ Հայաստանը ցուցահանդեսի ամենամեծ աշխատանքն է։ Ամեն ուսանող իր ընտրած տարածաշրջանը փոքրիկ կտորի վրա նկարել է եւ այսինքն ինքը եղել է միասնական աշխատանք, այնուհետեւ գունավոր թելերի միջոցով կտորի վրա կարել ենք ու ստացել ենք քարտեզը։ Քարտեզի վրա երկար կապույտ թել են թողել։ Դրա միջոցով հեղինակները ցանկանում են ընդգծել, որ հայկական մշակութային ժառանգությունն ու ազգային ինքնությունը շահկապված են։ Ցուցահանդեսը, որն ուղեկցվում էր դասախոսությամբ, թանգարանում կմնա 1 շաբաթ։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Երեկ Բաքվում հնչել Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Մինչև 17 տարեկանների հունառոմեական ոճի իմշամարտի աշխարհի առաջնությունում փայլուն արդյունքներ է գրանցել 71 կիլոգրամ քաշային Ջանես Նազարյանը։ Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 8-0 հաշվով հաղթել է նորվեգացի Մարտին Լետվիկին, ապա 9-0 հաշվով հաղթել թուրք Մոհամեդ Յուրուքին, հետո նույն 9-0 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Էրվին Զուկորին։ Կիսաեզրափակիչում Ջանեսը 8-0 հաշվով հաղթեց բուլղարացի Կրիստիան Կրաստևին։ Եզրափակիչում նա մրցեց ռուսաստանցի Ալան Ձուևի հետ եւ հաղթեց 4-3 հաշվով։ Ջանեսը դարձավ աշխարհի չեմպիոն։ Տիտղոսը նվաճելուց հետո Հայաստանի դրոշով նա չեմպիոնական շրջան է կատարել մարզիչների հետ, որն ուղեկցվել է տրիբունաներից հնչող սուլոսներով։ Նշենք սակայն, որ տրիբունաներում եղել են նաև ծափահարողներ։
Հայաստանի ներկայացուցիչը մարզիչների շրջանից հետո եւս մեկ շրջան կատարել է դրոշով արդեն մենակ։ Սա մեր հավաքականի 3-րդ մեդալն էր աշխարհի առաջնությունում։ Մինչ այս բրոնզե մեդալներ էին նվաճել Արարատ Ավետիսյանն ու Գևորգ Հարությունյանը եւ նրանց պատվին բարձրացվել էր հայկական դրոշը։ Յանիս Նազարյան, Էրմենիստան։ Xanımlar və cənablar, xahiş edirik ayağa qalxarsınız. Ermənistan Respublikasının dövlət himni səsləndirilir. Այժմ լարսը եւս սպառված է թարգմանված նորություններից ծանոթացեք մեր հաջորդ թողարկմանը։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։